Գորիսում խաղահրապարակներ նորեցօր շատանում են, նախկինում անմխիթար մնացած բակերն ու այգիները այսօր վերածվում են առողջ ապրելակերպը խթանող միջավայրի։ Նորակառույց խաղահրապարակներում տեղադրված են նաև մարզասարքեր, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս ոչ միայն խաղալու, այլև զբաղվելու ֆիզիկական ակտիվությամբ, խթանելով առողջ ապրելակերպը։ Խաղահրապարակները վերածվում են համայնքային կյանքի կարևոր օղակի, միավորելով տարբեր թաղամասերի երեխաներին եւ ստեղծելով անվտանգ ու ուրախ միջավայր փոքրիկների եւ երիտասարդների համար։ Գորիսում յուրաքանչյուր թաղամաս պետք է ունենա մարզասարքերով հագեցած խաղահրապարակ, սա համայնքապետարանի առաջնային ծրագրերից մեկն է։ Այս նախաձեռնությունը ձևավորվում է այն համոզմամբ, որ առողջ եւ ակտիվ երեխա նշանակում է առողջ ու կենսունակ համայնք, նշում է Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանն, ընդգծելով, որ սպորտի զարգացումն ու երիտասարդների առողջ ապրելակերպի խթանումը իր անձնական առաջնահերթություններից է։ Թվով 16-րդն է սպորտային խաղահրապարակների Գորիս խոշորացված համայնքում։ Շատ կարևոր է, որ երեխաները իրենց թաղամասում ունենում են սպորտային հրապարակներ, փոքր տարիքից արդեն սկսում են իրենք մարզվել եւ դա հիմք է, որպեսզի մեծ տարիքում նրանք ունենան արդեն այն պոտենցիալը, որ կարող են գնալ սպորտային պրոֆեսիոնալ զալեր եւ սկսել այնտեղ արդեն մարզվելը։ Եվ շատ կարևոր է, որ մենք մեր քաղաքում բոլորս պետք է ունենանք այդ մոտեցումը, որ երեխաները պետք է զբաղվեն սպորտով, դա պարտադիր պայման պետք է դառնա, ոչ թե ցանկալի պետք է լինի, այլ պարտադիրներից պետք է լինի, որ զբաղվեն, ունենան առողջ մարմին, առողջ հոգի, եւ ուզում եմ նաեւ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնեմ Աղբան բանկի տնօրինությանը, Գորիսի մասնաճյուղի տնօրենին։ Համայնքային զարգացման նախաձեռնությունների շրջանակում Գորիսում շարունակվում է համագործակցությունը մասնավոր հատվածի եւ բարեգործական հիմնադրամների հետ։ Այս համագործակցության արդյունքում Գորիս համայնքի երեխաներն արդեն ունեն եւս մեկ նոր մարզահրապարակ եւ բակային ֆուտբոլի դաշտ, որոնք կառուցվել են Աղբա բանկի եւ Հայաստան համահայկական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Հայաստան համայնքական հիմնադրամի հետ համատեղ Աղբա բանկը իր վիզա քարտապանների կողմից կատարվող եւ բանկի սեփական միջոցներից հատուկ ֆոնդուվող միջոցներով Գորիս համայնքի երեխաներին նվիրել է մարզադաշտ, բակային ֆուտբոլի դաշտ եւ խաղահրապարակ։ Բանկը շատ կարեւորում է առողջ ապրելակերպը եւ համայնքների համաչափ զարգացումը։ Կարծում ենք, որ այս մարզահրապարակ, խաղադաշտը շատ օգտակար կլինի համայնքի երեխաների համար ու շատ կարեւոր է բացի ուսմանը զուգընթաց նաև ունենալ այսպիսի լավ հրապարակներ, որտեղ կարող են մարմինը մարզել երեխաները։ Գորիսի առաջին դպրոցի հարակից նոր խաղահրապարակը սպասված նվեր էր ոչ միայն թաղամասի բնակիչների, այլև հենց դպրոցի աշակերտների համար։ Նրանք նշում են, որ դպրոցը ունի ֆիզկուլտուրայի դահլիճ եւ նոր խաղահրապարակը դարձել է նրանց ֆիզիկական ակտիվության հիմնական տարածքը։ Միաժամանակ աշակերտներն ու ուսուցիչները կարևորում են նաեւ անվտանգության հարցը։ Դպրոցի հարակից տարածքում գործում է ճանապարհային ակտիվ երթևեկություն, ուստի նրանք ընդգծում են բարեկային ծառայության մշտական ներկայության անհրաժեշտությունը երեխաների անվտանգ անցումներ ապահովելու համար։ Նախ առաջինը խաղահրապարակի դիրքը շատ հարմար է, գտնվում է այդ բնության գրկում, երեխաները կարող են գալ, խաղալ եւ ծնողները իրենց հետ կարող են միասին գալ, քանի որ դրանց մասին էլ է մտածվել, ստեղծվել են նստարաններ, բայց կարծում եմ, որ նստարանների քանակը շատ քիչ է եւ կարելի է ավելացնել։ Խաղահրապարակի դիրքը շատ նորմալ է, վատ չէ, բայց սակայն գտնվում է ճանապարհի եզրին եւ անհրաժեշտ է ճանապարհային ոստիկանների հսկողությունը լինի այս փողոցում, քանի որ Աքսել Բակունցի ավագ դպրոցը ունի ֆիզկուլտուրայի դահլիճ, սա շատ հարմար է, քանի որ կան ֆիզիկական վարժությունների համար նախատեսված մարզասարքեր եւ երեխաները կարող են այստեղ դասամիջոցների ժամերին գալ եւ օգտվել դրանից։ Մենք էլ ենք գալիս այստեղ ազատ ժամերին եւ մեզ համար նույնպես հաճելի է, որտեղ այն գտնվում է բնության գրկում։ Շնորհակալ եմ մեր համայնքապետին Արուշ Արուշանյանին, որ մտածել է մեր երեխաների մասին եւ ստեղծել է այս խաղահրապարակը։ Այս բուլվարը էլի շատ լավ դաշտ է, էլի մեզ համար համարվում, ես սովորում եմ այս դպրոցում, ու ինձ թվում է երեխաների համար այս դաշտը շատ լավ դաշտ է համարվում, ու այստեղ կարելի է ժամ անցկացնել, օրդ անցկացնել։
Վանքի տապից ընկերներով գալիս ենք այստեղ խաղում։ Հա, ամեն անգամ դասերից հետո գալիս ենք, խաղում ենք, մարզվում ենք, կարուսելներից ենք օգտվում, մի խոսքով ամեն մի վայրկյանը ուրախ անցնում։ Գորիսում վերջին տարիներին իրականացված աշխատանքները դառնում են տեսանելի բոլորի համար։ Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ եւ հետեւողականությամբ հիմնանորոգվել են 2 սպորտ դպրոց, կառուցվել են տասնյակից ավելի խաղահրապարակներ, հագեցած մարզասարքերով, սղարաններով եւ ճաճանակներով, ինչպես նաեւ 3 ժամանակակից ֆուտբոլային դաշտ։ Անցած տարում Գորիսում անցկացվել է շուրջ 30 սպորտային միջոցառում։ Այս տարի դրանց թիվը եռապատկվել է եւ մինչեւ հոկտեմբեր արդեն իրականացվել են 38 միջոցառումներ, որոնք ընդգծում են սպորտի եւ առողջ կենսակերպի նկատմամբ հետաքրքրության աճը։ Խաղահրապարակների կառուցապատման ծրագիրը համայնքում շարունակական բնույթ ունի եւ առաջիկայում նախատեսված է կառուցել եւս 3 նոր խաղահրապարակ, սպորտային մարզասարքերով համալրված։ Արմինե Սիմոնյան, Լևոն Հակոբյան, Սյունիք Նյուզ։